Զորիկ Գևորգյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 29-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքում, այնուհետ մշտական բնակություն հաստատել Վանաձորում։ Հայրը եղել է զինվորական։ 1996 թվականին միակ քրոջ Անի Գևորգյանի հետ հաճախել են Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 26 դպրոցը։ Սովորել է նույն դասարանում։ 2004 թվականին 8-րդ դասարանը ավարտելով քույր ու եղբայր տեղափոխվում են Վանաձորի Պետական Մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարան։ 2006 թվականին ավարտելով 10-րդ դասարանը Զորիկը ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Սկզբում ընտրելով հետևակի մասնագիտություն, այնուհետև 4-րդ կուրսում նախընտրելով հետախույզի մասնագիտացումը։ 2010 թվականին երիտասարդ լեյտենանտը ստանձնում է հետախուզական դասակի հրամանատարի պաշտոնը։ 2013 թվականին բարեխիղճ ծառայության համար արժանանում է ավագ լեյտենանտի զինվորական կոչման, դառնում պաշտի հրամանատար։ 2014 թվականի օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս Արիաբարզովում է Քաջարի սպան։ Զորիկ Գևորգյանին հետ պահուշնորհվել է կապիտանի կոչում։ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով արիության համար մեդալով։ Հայրենասեր, եթե չսիրենք մեր հայրենիքը, ոչինչ եւ ոչ ոքի չենք կարող սիրել։ Եվ հարգենք բոլոր այն հերոսներին, ովքեր կենդանի են ու մեր կողքին են։ Հիմա իմ զորն ինձ հետ է։ Պարզապես երկնքից, բայց ինձ հետ է։ Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտող զորքերի շփման գծի հյուսիսարևելյան Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն գործողության ժամանակ հերոսաբար մարտիրոսվեց ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանը։ 2004-2006 թվականին սովորել է Վանաձորի Պետական համալսարանի հենակետային վարժարանում, որն արդեն կկրի Քաջարի սպայի Զորիկ Գևորգյանի անունը։ Արարողությանը ներկա են Զորիկի բարեկամները, պետական այրեր եւ համալսարանի անձնակազմը։ Հիշատակի խոսք ասաց Վանաձորի Պետական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև պարոն դեպուտատին, պարոն Մանուկյանին, այն առումով, որ այս նախաձեռնությունն իրենն է։ Ուզում եմ հատուկ մի խոնարհում բերել առաջին հերթին ծնողներին, որտեղից սկսվել է այս պատմությունը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայ մարտիկի անմար հիշատակը, որից հետո Գուգարաց թեմի առաջնորդ Տեր-Սեպու arczepiskopos Չուլչյանը իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին։ Մենք ամեն օր պետք է ապրենք նրանց հետ, ապրեցնենք նրանց մեր մեջ եւ ծնենք քաջեր հերոսներ։ Ահա դուք եք այն հերոսներն ու քաջերը, որ շարունակելու եք նրանց գործը։ Սակայն միայն խոսքով չէ, այլև աղոթքով։ Վանաձորի Պետական համալսարանի հենակետային վարժարանը Զորիկ Գևորգյանի անունով անվանակոչելը համատեղ որոշման արդյունք է եղել, որի արագ իրականացման ընթացք է տվել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Վարժարանի տնօրեն Սամվել Աղաջանյանը եւս այս շահագրգիռ անձանցից էր, որ ձեռնամուխ են եղել իրագործելու անվանակոչության հարցը։ Նա վստահ է, որ այսուհետ ցուցանակը տեսնելիս վարժարանի ուսանողները սրբազան հավատով կլցվեն հայրենիքի նկատմամբ։ Մենք արդեն նախատեսել էինք որոշակի գործընթաց, բայց ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը ավելի արագ նախաձեռնություն հանդես բերեց, երբ կրթության նախարարի հետ համատեղ համաձայնության գալու միջոցով անվանակոչությունը տեղի ունեցավ, խոսք չկա, որ այս գործում մեծ աջակցություն ցուցաբերեց նաև պարոն Խաչատրյանը, մեր համալսարանի ռեկտորը։ Դիմել ենք կրթության եւ գիտության նախարարությանը, այնուհետև Վանաձորի Պետական համալսարանի ռեկտորին եւ նաեւ խորհուրդը որոշում է կայացրել, որ վարժարանը անվանակոչի, ինչու, որովհետեւ նա դպրոցից հետո շարունակել է կրթությունը վարժարանում, դպրոցը Մարշալ Բաղրամյանի անվան էր, դրա համար որոշեցինք, որ վարժարանը անվանակոչվի մեր հերոս Զորիկ Գևորգյանի անունով։ Ցուցանակի բացման արարողությունը կատարեցին Զորիկի քույրը Անի Գևորգյանը, Վանաձորի Պետական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը եւ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Անդրանիկ Փոթինյանը։ Արարողությունից հետո ներկաները հրավիրվեցին ներս ծանոթանալու Զորիկ Գևորգյանի հուշանկյունին։ Մենք խորը հիմքեր ունենք հայրենասիրական դաստիարակչության համար եւ Զորիկ Գևորգյանը դրա վառ ապացույցն էր, ինքը իր կյանքի գնով ապացուցեց, որ հայրենասիրությունը ամենաբարձր մակարդակի վրա է դրված։ Հերմինե Այվազյան, Կամո Ծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։